Լավ առաջարկ եք անում, պարոն Ռուբինյան, ցավոք զրոյական կետը փորձառությունը ուրիշ բան է հուշում, թե ինչերի է հանգեցրել, բայց հարցի փոխարեն մեկ արձանագրում և մեկ հասցեագրում, արձանագրումը, այս ընթացքում դուք հայտարարել եք, որ ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորներին վերաբերվել եք իբրև հանցագործների։ Սա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն է, որտեղ մենք քիչ առաջ երդվեցինք։ Մենք Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված պատգամավորներ ենք։ Մարդկանց իբրև հանցագործների վերաբերվում են քրեակատարողական հիմնարկներում կլուշնիկները։ Կրկնում եմ, սա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն է և գիտակցեք, թե դուք որտեղ եք աշխատելու և աշխատում։ Սա արձանագրումը։ Երկրորդը, դուք հայտարարել եք այս ընթացքում նաև մենք ասել ենք վենդետա չի լինելու, հիմա ասում ենք վենդետա լինելու է։ Վենդետա բառը վտանգավոր բառ է, պարոն Ռուբինյան։ Կարող եք վերցնել բացատրական բառարանները մի հատ ուսումնասիրել։ Վենդետան երբեք միակողմանի չի լինում։ Վենդետան շարունակվում է անընդհատ։ Սա էլ իբրև հասցեագրում ձեզ։ Շնորհակալ եմ։ Լավ չհասկացա ձեր հարցը որն էր, բայց արձագանքեմ ձեր հասցեագրումներին։ Ճիշտ մատնանշեցիք, ես իրոք առաջարկում եմ զրոյական կետ մեր հարաբերություններում, և նաև պետք է ասեմ, որ Հայաստանի Սահմանադրությամբ ազգային ժողովի նախագահը այդ պաշտոնը չի ենթադրում քաղաքական նեյտրալություն, ստեղ ենթադրում, ստեղ չի ենթադրում, և ընտրվելու դեպքում դուք կարող եք վստահ լինել, որ երբ որ ես լինեմ այստեղ, այսինքն նիստը վարելիս, ես լինելու եմ լիապես չեզոք։ Այստեղ ես հայտնելու եմ իմ քաղաքական դիրքորոշումները, բայց ինչպես արդեն ասացի, ձեր կողմից փոխադարձման դեպքում, բարեկիրթ, չնայած չփոխադարձման դեպքում էլ ես իմ ոճը չէ անբարեկրթությունը։ Ինչ վերաբերում է հանցագործներին, չգիտեմ ով որտեղում ոնց է վերաբերվում, բայց ես կարծում եմ, որ ոչ միայն ես կարծում եմ, այլ նույնիսկ հանցագործներին են վերաբերվում պարզ մարդկային բարեկրթությամբ։ Ընդհանրապես բարեկրթությամբ վերաբերվել պարտավոր են մարդիկ բոլորին, նույնիսկ թշնամուն, հանցագործին և այսպես շարունակ։ Վենդետայի մասով։ Մենք 2010 իրականում այդ վենդետայի թեման ուղիղ փոխկապակցվածություն ունի իմ մատնանշած երևույթի հետ, երբ որ ընդդիմությունը չի ընդունել և չի ընդունում ժողովրդի ընտրությունը։ Որովհետև մենք 2018 թվականին եկանք իշխանության և ասեցինք վենդետա չի լինելու և ասացինք, որ ցանկացածը իրավունք և հնարավորություն ունի ուղղվելու։ Ցավոք, ես պետք է արձանագրեմ, որ նախկին իշխանությունները և նրանց հետ փոխկապակցված շատ ուժեր չօգտագործեցին այդ հնարավորությունը։ Եվ այո, ես հայտարարել եմ և հիմա էլ եմ հայտարարում, որ վենդետա լինելու է բառիս իրավական իմաստով։ Եվ բոլոր այն մարդիկ, որոնք կատարել են հանցագործություն, պետք է պատժվեն։ Բոլոր այն մարդիկ, որ չեն կատարել հանցագործություն, չպիտի պատժվեն։ Քաղաքական իմաստով նույնպես վենդետա է լինելու, որովհետև կրկնում եմ օրենքի շրջանակներում բնականաբար, որովհետև քաղաքական ուժերը պիտի պատասխանատու լինեն իրենց գործողությունների համար, թերևս այսքանը։ Արձագանք։ Միայն առաջարկություն, եթե ընտրվեք ազգային ժողովի նախագահ, գոնե առաջի 6 ամիս այդտեղից ներքև չիջնեք։ Կմտածեմ ձեր առաջարկի վերաբերյալ։ Հաջորդը Վաղինակ Վարդան